Բարև ձեզ։ Արար YouTube-յան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, բոլորս մտահոգված ենք։ Հայկական եկեղեցու զանգերը ղողանջեցին։ Ի նշան միասնության հայ ժողովրդին։ Ուզում եմ անդրադարձ ունենանք վերջին ձերբակալություններին, խոսքս Միքայել Սրբազանի ձերբակալության մասին է եւ դրանից նախորդ ժամանակահատվածում եւս ձերբակալություններ եղան։ Ինչ է առհասարակ սա։ Գիտեք, քաղաքական հալածանքները Հայաստանում սկիզբ են դրվել դեռ բավականին երկար ժամանակ այս իշխանությունների օրոք նախորդ իշխանությունների ժամանակ էլ որոշակի բաներ կային, բայց այս իշխանությունների օրոք դրանք ավելի խորացվեցին եւ գնալով ավելի խորանում են։ Բնականաբար, երբ որ սկսում են քաղաքական հալածանքները, խոսքի ազատության սահմանափակումները, քաղաքական կուսակցությունների գործունեությունը, քաղաքական միտք արտահայտելու իրավունքները, տպավորությունը այնպիսին է, որ Հայաստանում թույլատրված է ազատ խոսել, բայց պատկերացրեք, որ ոչ ազատ մամուլ կա, որպես այդպիսին, որտեղ մամուլը վերահսկվում է տարբեր կողմերից եւ ազատ գործելու իրավունքն է սահմանափակված Հայաստանում։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր զբաղվում են քաղաքական գործընթացներով, զբաղվում են ընդդիմադիր խոսք ասելով, իրանք վտանգված են եւ դա ուղիղ գծով տանում է դեպի բռնապետություն եւ Հայաստանը շատ արագ տեմպերով մտնում է այդ բռնապետության մեջ։ Դրա գագաթնակետը, գիտեք, ժողովրդին այսօր որ փողոցում հասնեք, ասում են 37 թիվն է, ամեն ինչ բաց է, ընդհանրապես մի հատ թիվ են ասում եւ բոլորը հասկանում են ինչի մասին է խոսքը։ 37 թիվն է, 37 թիվին իմիջիայլոց ավելի պակաս չի եղել, այսօր ավելի պակաս չի, քան 37 թիվը, նույն բաներն էին անում։ Ուղղակի այն ժամանակ աքսորում էին մարդկանց դեպի Սիբիր կամ գնդակահարում էին, սրանք դեռ դրան չեն հասել, հիմա ակտիվ տեմպերով գնում են այդ ուղղությամբ։ Հետևաբար այստեղից պետք է արդեն հետևություններ անել եւ համաշխարհային հասարակությունը բան եւ այլն, բոլորը պետք է հասկանան, որ մեծ գլխացավանք են ունենալու իդեմս այս իշխանության եւ այս տարածաշրջանում, որը հետո խնդրեմ առնելու բոլորի համար։ Եվրոպական երկրները այդ որ տենց խոսում էին ժողովրդավարությունից, բան բարեփոխումներից, բա ուր եք։ Հիմա ինչու եք լռում եւ այս իշխանությունները հասկացան մի բան, որ իրանց որոշակի բաներ կարող են թույլ տալ դեպի բռնապետությունը։ Ուղղակի մի շատ բարձ բան կա, տեսեք, բռնապետությունները հաստատվում են այն երկրներում, որտեղ բնական հանածոները, մասնավորապես օրինակ ենթադրենք էներգետիկ ռեսուրսներից նավթ կա, գազ կա, բան եւ այլն, իրենք կարող են այդ նավթն ու գազը վերցնել իրենց ձեռքը, վաճառել այդ գումարը եւ այդ գումարով իրենց դիկտատուրան ապահովեն, բռնապետությունը ապահովեն։ Մեր տեսակի երկրներում դա հնարավոր չի անել, որովհետեւ մենք չունենք այդ ռեսուրսը, որ վաճառեն եւ կարողանան դա ապահովեն։ Մեր տեսակ երկրներին ինչ որ այլ երկրներ ապահովում են այդ ֆինանսական միջոցները։ Հետևաբար դու դառնում ես այդ երկրների խաղալիքը եւ սկսում ես խաղալ իրենց խաղը։ Քանի դեռ իրենց ձեռք է տալիս այն գործունեությունը, որ իրականացնում եք, ֆինանսավորելու են, հենց որ պետք չեղավ այդ ֆինանսավորումը կդադարեցնեն։ Հետևաբար շատ ավելի կախված են այս իշխանությունները եւ ինչ որ այլ երկրների շահեր են սպասարկվում կամ այլ կազմակերպությունների, որոնք բացարձակապես չի բխում հայ ժողովրդի շահերից։ Եթե ժողովրդավարությունից էինք խոսում, մարդու իրավունքներից էինք խոսում, կրոնական ազատություններից էինք խոսում, իրանք են չի անդադ խոսում այդ մասին, որ բան են, այդ ժողովրդավարության բաստիոն են, բան, այդ ինչ եղավ այդ բաստիոնը բան։ Բա ազատ խոսքը թողեք թող մարդիկ խոսան, թողեք թող գործողություններ անեն, ըմբոստանան, ցույցեր անեն, բան եւ այլն, ինչ եք ճնշում, ինչ եք ոստիկանությունը առել, ընկեր ժողովրդի ջանին, այսպես ասած։ Ինչ ովքեր միտեղ կանգնած բան են խոսում, ոստիկաններին հանում ուղարկում եք այդտեղ, լավ, արդեն ծիծաղելի է այդ ամեն ինչը, էլի։
Տեսեք, մեկ այլ բան է, երբ որ մենք խոսում ենք հոգևորականը, ասում ենք խոսում ենք քաղաքականությունից, եւ մեկ այլ բան է, մեկ էլ անդրադարձ է ունենում հոգևորականի վարքագծին։ Այս երկու գծերը համատեղ տանելով փորձում են քրեական գործ հարուցել եւ կալանավորել մարդկանց, ովքեր ծառայում են հայոց եկեղեցուն։ Ի վերջո այս մտահոգությունների այս մի ամբողջ խումբը, որը նա տանում է, ուր է մեզ տանելու։ Նայեք, ես մի քիչ այլ տրամաբանությամբ եմ փորձում մոտենալ սրան։ Խնդիրը դրված վարկաբեկել եւ ի վերջո կազմաքանդել հայ առաքելական եկեղեցին։ Խնդիրը դրված է, չգիտեմ ում կողմից։ Նպատակը որ այլ ուժերի կողմից, մեզ ամենադեպս մեզ ոչ բարեկամ ուժերի կողմից դրված է այդ խնդիրը եւ դա պետք է իրականացնել։ Հիմա եթե սենց ըստ հերթականության նայենք, տեսեք, շատ լուրջ համեմատություն կարելի է տանել օրինակ հապկի հետ, երբ որ խնդիր էր դրված, որ հապկը պետք է քանդել, վարկաբեկել, կազմաքանդել եւ այլն, ինչ արեցին։ Մեր իշխանությունները այսօրվա սկսեցին քննադատել հապկի նախագահին, քարտուղարին, այդ ժամանակ Խաչատուրովն էր, չէ՞, մեր հայրենակիցը, գեներալ, ճանապարհանցած, բան, վարկաբեկեցին Խաչատուրովին, ըստ էության հանեցին։ Եվ այդ ընթացքում եղավ պատերազմը, հետո մենք ասացինք, բախի հապկը մեզ չի պաշտպանում, բան, բախի պիտի հապկը պաշտպաներ, երբ որ հապկին դուք վարկաբեկում եք, խայտառակում եք, ընդ որում մեր հայրենակիցը, որը հապկի քարտուղարն էր, որ ամեն ինչով սատար էր կանգնելու, իրան մեր ձեռքով հեռացրին ընդեղից։ Այսինքն ստացվում է, որ մենք ինչ-որ սպասարկեցինք մի հատ, չգիտեմ ինչ, այսպես ասենք, երևույթի, որը մեր ազգին, մեր ազգային շահերին դեմ է։ Այսինքն անձնականից սկսեցին, հետո պարզվեց դա տենց չի բան եւ այլը, այդ մարդը ազատության մեջ է, բայց իրականում մենք կորցրեցինք Արցախը, որովհետեւ հապկը չպաշտպանեց, կորցրեցինք Հայաստանի որոշակի տարածք, խայտառակ եղանք, ընկանք պատմությունների մեջ։ Հիմա տեսեք նույն բանը արվում է եկեղեցու հետ։ Ուրեմն Փաշի Զադեյա, ինչ է այդ որ կա իրենց բանը ադրբեջանական։ Դա ասում է, որ հայ առաքելական եկեղեցին սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը։ Դուք պատկերացնում եք, ասենք, մեր եկեղեցին, այդ ինչով է սպառնում տարածաշրջանային անվտանգությունը։ Հայ առաքելական եկեղեցին մշտապես խոսում է հայ ազգի շահերից։ Պաշտպանում է մեզ, մեր հայրենակիցներին, մեր ազգային շահերը։ Նա ասում է, որ առաքելական եկեղեցին սպառնում է տարածաշրջանին։ Հիմա որպեսզի այս կառույցը քանդեն, ոնց որ հապկը փորձում էին քանդել, ինչ ստացվեց։ Պետք է գնալ անհատական անձի վրա։ Հիմա ինչ արեցին, որոշեցին, որ պետք է վեհապարին մտնեն անձնական տիրույթ, սկսեն խայտառակել, պախարակել, բան, հետո այլ քահանաների, այլ հոգևորականների հետո լավաբեկչության մեջ, հա, ամեն ինչի մեջ կմեղադրեն, հիմա մեր ձեռքով են անում։ Այդ դրսի մեր հակառակորդները մեր ձեռքով մեր տունը քանդում են։ Հիմա դա անում են եւ հեսա որ կվարկաբեկեն առաքելական եկեղեցու հնարավորությունները կսկսեն սահմանափակել աշխարհում, իրանք ունեն այդ հնարավորությունները։ Տեսեք, եթե մեր վեհապարին վարկաբեկում են, խայտառակում են, փնովում են, բոլոր այն միջազգային եկեղեցական կառույցներում, որ շատ պատվաբեր դեր ունի հայ առաքելական եկեղեցին, ընդեղից հանելու են։ Վեհապարի անձը վարկաբեկելով եկեղեցուն հանելու են այդ տարածքներից, այդ կազմակերպություններից, ավելի պասիվացնելու են դիրքը։ Առաքելական եկեղեցի միակ հզոր կառույցն է հայ ժողովրդի ձեռքին, հայ ազգի ձեռքին, որ դարեր շարունակ եղել է, պահել է պետականությունը եւ ազգային շահերը պահել է դրսում։ Հիմա սրանք գտել են ձևը, տեսեք թուրքերը ձեն չեն անում, չեն խոսում։ Իրանք ինչ արեցին, իրանք կանչեցին, ասեցին, այս պայմանները խաղաղության որ կա, դրա մեջ մտնում է նաեւ առաքելական եկեղեցու կործանումն ու ոչնչացումը։ Այսօր երբ որ իրանք խոսում են, որ մենք եկեղեցու դեմ չենք, մենք կոնկրետ մարդկանց դեմ ենք,
շատ կուզենայի անընդհատ այդ բանը տանեինք զուգահեռները։ Այն ժամանակ էլ ասում էին մենք հապկի դեմ չենք, մենք հապկի քարտուղարին, մեր քարտուղարին հանում ենք։ Հանեցիք հապկի քարտուղարին, ստացանք պարտություն, պատերազմ եւ այլն։ Հիմա ինչ եք ասում։ Հիմա ասում եք եկեղեցու մեջ մարդիկ կան, որ պետք է հանեցիք, եկեղեցուն ավերելու եք, քանդելու եք, մենք դուրս ենք մնալու բոլոր միջազգային կառույցներից, այսինքն ընդհանուր առմամբ հայ ժողովուրդը, հայ ազգը թույլանալու է այն կառույցներում, որտեղ որ եկեղեցիով ներկա է։ Դա անելու են իրենց նպատակը դա է, հավատացեք, դաստեղ ոչ մի վեհապար կապ չունի, ոչ մի հոգևորական, աճապարյան բան, դրանք բոլորը այսպես զբաղացնում են ժողովրդին, իրականում եկեղեցու դերն են քանդում, իրականում եկեղեցին են ոչնչացնում, ամբողջ աշխարհը այսօր նայում է, չէ՞, ինչ է կատարվում։ Այսինքն ստացվում է, որ եկեղեցու դերը մենք իջացնում ենք, ոչնչացնում ենք, իսկ մի մոռացեք, որ Սփյուռքի հետ կապը, ամենալավ կապը եւ ամենահզոր կապը բոլոր կապերից բացի, ամենահզոր կապը դա եկեղեցին է։ Հայ առաքելական եկեղեցին է, որը տարածված է աշխարհով մեկ եւ ամենալավ կապն է Սփյուռքի հետ, ամենաամուր կապն է Սփյուռքի հետ։ Այն իրական Սփյուռքի մասին է խոսքը, ուժեղ Սփյուռքի մասին է։ Այն Սփյուռքը չի, որը Մեքսիկայով փախել է, գնացել է Ամերիկա եւ այլն։ Դրա մասին չի խոսքը։ Ճիշտ է, դրանք էլ են մեր հայրենակիցները, բայց դրանց մասին չի խոսքը։ Այն հիմնական Սփյուռքն է, որը ցեղասպանության արդյունքում դրանից առաջ հայտնվել են եւ այնտեղ լիարժեք քաղաքացի են ու մեծ հնարավորություններ ունեն։ Նրանք բոլորը լավ կապված են եկեղեցու հետ։ Մե եթե դուք եկեղեցին ոչնչացնում եք, բարոյա լքում եք եկեղեցին, այդ մարդկանց կապը հայրենիքի հետ, այսինքն դուք խնդիր եք դրել սենց, Արցախը ոչնչացրիք, հիմա Սփյուռքն եք ոչնչացնում եկեղեցու միջոցով։ Դենաբացահայտ Ստամբուլում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասեց ինձ վրա հույս չդնեք։ Սա Սփյուռքահայերին ուղված չէր արդյոք այս խոսքը։ Իհարկե բոլորի վրա բոլորի մասին էր խոսքը, բայց որ այդ իրա վրա պետք է հույս չդնեն։ Բա իհարկե նա սկզբից է միշտ այդ մասին ասել է, որ ես Հայաստանի վարչապետն եմ, ես կապ չունեմ, բա որ կապ չունի, ինչի՞ էր գնացել Արցախում, ասում որ Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Բա կապ չունենա, ի՞նչ գնաց այնտեղ խոսում։ Իսկ եթե կապ չունես, ինչու ես հայկական համայնքների հետ հանդիպում ունենում ի վերջո։ Այո։ Այսինքն ինչ է նշանակում, գնացել ես օտար երկրի քաղաքացիների հետ ես հանդիպում, ազգությամբ ենթադրենք հայեր։ Բա քեզ հանդիպում։ Ինչի՞ց ես խոսում։ Դու խոսալու բան պետք չունենաս այլ երկրի քաղաքացիների հետ։ Այսինքն երբ որ դու խոսում ես համայնքներում, նշանակում է դու ինչ-որ կապ ես, չէ՞։ Այդ այսինքն դա մեր ազգն է, բնականաբար դա տենց չի։ Մենք մեր ազգը միասնական ազգ է, բազմաթիվ տարաձայնություններ ունենք, բայց մենք մի ազգ ենք, մենք հայ ազգն ենք, որ աշխարհով մեկ սփռված է եւ դա մեր ուժն է։ Մենք աշխատում ենք, մենք գործում ենք, մենք ունենք համազգային կառույցներ, մեր ազգային այդ շահերը, մեր համազգային կառույցները տանում են առաջ եւ միշտ հիշեք, Հայաստանը Սփյուռքով ինքը լրիվ ուրիշ քաղաքական կշիռ ունի։ Հայաստանը առանց Սփյուռքի որևէ կշիռ տարածաշրջանում չունի։ Երբ որ գիտեմ, որ դու միակ ընդամենը այս 30,000 քառակուսի կիլոմետրն ես, քո հետ շատ հեշտ է խոսալ, բայց երբ որ գիտեն քո կողքը մի հատ հսկայական 15 միլիոնանոց հայ համայնք է, աշխարհով մեկ ու տարածված, բոլոր երկրներում ազդեցություն ունեցող, եկեղեցու հետ կապված, միասնական, գաղափարական, այդ դու արդեն լրիվ ուրիշ քաղաքական կշիռ ունեցող ազգ ես ու քո հետ ուրիշ ձևի են խոսում։ Բոլորը ուշադիր եւ զգուշ են խոսում քո հետ։ Հիմա իրանք ինչ են անում, իրանք գտել են ձևը, մի հատ ինչ-որ մարդ են բերել, ստեղ, որը խոսում է իրան շահերից, քանդում է եկեղեցին ներսից, քանդելու ձևը որն է, մենք դե ժողովուրդը բան են, չէ՞, մեր ազգի մի որոշակի հատված այդ բամբասանքները դարձնում է իր համար քաղաքական կատեգորիա ու սկսում է դրանով առաջնորդվել։ Մի հատ դա գործին նայեք, գործը ինչ է ասել վեհապարը հակահայկական։ Ինչ վատ բան արել վեհապարը հայ ժողովրդի հանդեպ։ Վեհապարը ինչ ծրագրեր կար համազգային, որին մասնակից չի եղել, օրինակ։ Արցախի հարցում մասնակից է եղել, Սփյուռքի պահպանության հարցում մասնակից է եղել, տարբեր միջազգային կառույցներում Հայաստանի հայ ժողովրդի շահերը առաջ է տարել, որին ճանաչում են, որին հարգում են,
դուք հիմա այդ փնովում եք, փչացնում եք, որ դա չստացվի։ Վստահ եմ, չկա տենց մարդ, որ այս իշխանությունը կարողանա նշանակի ու մեր հաջողությունները շարունակվեն այս բանի առաքելական եկեղեցու, եւ դա երևի բնական է, որովհետեւ այս մարդկանց իրավասության մեջ չի մտնում վեհապարի անձնական գործների, անձնական հարցերը քննարկելը կամ վեհապարին փոխելը։ Դրա համար կա հատուկ կառույց, որը զբաղվում է այդ հարցերով։ Պարոն Ավետիսյանի դեպ մենք ռեպորտաժ ունենք մեր քաղաքացիներն ինչպես են վերաբերվում այս վերջի օրերին տեղի ունեցող կալանավորումներին եւ նրանց մոտեցումները եւս լսենք։ Ինչպես է գնահատում եւ վերաբերվում այս շղթայական ձերբակալություններին։ Շատ վատ։ Այդքան աղմուկը որ բարձրացավ, այդ տերորիստական ակտը բացահայտելու հետ կապված մի քիչ հայերենը դժվար, պրիվետ։ Զրո ռեակցիա առաջացրեց, զրո ժողովրդի մոտ։ Այդ որ երկրում այդպիսի բան բացահայտվեր ու ոչ մի ռեակցիա չուներ։ Պամոմը միակ մարդը, որը շատ թեքիչ ու շադիժ լսում էր Պետրոսի ու Ալենի հարցազրույցը ու այդ վերծանած ձայնագրությունները, դա ես էի։ Բայց ես նայեցի շուրջից, տեսա, որ ժողովուրդը զրո ռեակցիա, փուչիկ։ Ինչ ասեմ, վատ օրեր ենք ապրում։ Վատ օրեր ենք ապրում ու ավելի վատն եմ սպասում, որովհետև հեծը կպետականացվի, սակագինը հոսանքի կթանկանա, ինչպես թանկացավ խայտառակ ձևի գույքահարկը, անթույլատրելի։ Ես համարում եմ դա խայտառակություն, աններելի, անթույլատրելի սխալ պետության կողմից, կոնկրետ իմ հանդեպ։ Նույնը տեղի կունենա հոսանքի հետ, վաղը մյուս օրը չգիտեմ ինչեր կանեն, գազի հետ կապված ոչ մի լավ բան չեմ սպասում։ Սա խայտառակություն է, ամոթ մեզ չէ կառավարությանը, մեզ ամոթ այն տեսակետից ի նկատի ունեմ, որ մենք մեր խոսքը չենք ասում, քնած կարծես քնած լինենք, ինձանից սկսած բոլոր հարկավոր է ժողովուրդը ոտքի կանգնի իր խոսքը ասի։ Ամոթ է, սենց բան երբևիցե ոչ մեկի մտքով չէր անցնում, մենք խափնվեցինք, ընտրեցինք եւ եղավ այն ինչ որ եղավ։ Ինչպես եք վերաբերվում եւ գնահատում այս շղթայական ձերբակալություններին։ Շատ վատ։ Շատ վատ եմ վերաբերում, գնահատականը համարժեք։ Ոյ, դե ոնց պիտի վերաբերվեմ, ոչ մի դրական գնահատական չեմ կարող տալ։ Խառնում ամեն ինչ իրար, չգիտեմ ինչ նպատակներ ունի, ասենց խառնելուց հետո ինքը ինչ որ մի բան կամ առաջ կամ հետո միշտ մոգոնում է։ Ցավում եմ, որ մենք այս տեսակ ղեկավարություն ունենք, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել, չի սազում մեզ նման հիմար ղեկավար։ Ուրիշ ձև նորմալ մարդ չի կարող գնահատել, բռնությունների շղթա 37-ով այդքան բան։ Շատ վատ, երկիրը միայն ձերբակալություններով չի կարելի կարգի բերել եւ ժողովրդի վիճակն էլ քանի գնում ավելի վատանում է, ես չեմ հասկանում ոնց կարելի է այս կարգի լռել։ Չի կարելի։ Երկիրը կներեք արդեն լրիվ կործանման են գնում։ Այս դարելա Ստալինի ժամանակաշրջանը երևի, ով խոսում է սաղին ձերբակալում են։ Շատ վատ եմ վերաբերվում։ Այս ձերբակալությունները։ Դա վատ բան, լավ բան չի սպասում այդ ամեն ինչը։ Այս իշխանությունների համար իրանք գլխից սարքում են։ Ուրիշ ինչ հարց կա։ Իշխանություններն իրենք են իրանց գլխին սարքում։ Բա ինչ են անում, այսօր ժողովուրդը որ հելան ոտի կարան իրանք ժողովրդի դեմն առնեն այդքան։ Կարան առնեն, էսի հələ համբերում է ժողովուրդը։ Էսի լավ բան չի սպասում իրանց համար իշխանությունների համար։ Թող այդքան այդպես մի շատ իրանք չերևակայ է։ Վատ, նախ եւ առաջ, իսկ երկրորդը, որ հիմա խոսում եք, ձեռնագրում եք, ինչի եք հասել։ Ինչի եք մի բանի հասել եք, որ սա Հայաստանը քանդեց, ինչ թողեց։ Մենակ իր ջեբը լցրեց, կնոջ ջեբը լցրեց, ի գուլայ վասը։ Մարդիկ եւս մտահոգ են։ Գիտակցում են, որ սա քաղաքական կամահրանք է ամեն դեպքում եւ ոչ հոգեվոր։ Ի վերջո հոգեվոր վարքագիծը թողնենք հոգևորականներին ու Աստծուն։ Ինչու է թիրախի տակ եկեղեցին արդեն խոսեցինք։
սակայն չխոսեցինք ինչպիսի քաղաքականություն է այսօր վարվում եւ ինչու մարդու իրավունքների գրասենյակը երբևիցե այս պահին ձայն չի բարձրացնում։ Նայեք, մարդիկ շատ բարձ տեսնում են, մարդիկ արտահայտում են իրենց կարծիքը եւ մարդիկ մտահոգ են։ Տեսեք, քանի հոգի խոսեց, չէ, որ 37 թիվն է, բան եւ այլն, այսինքն այդ մի թիվը ասում են ամեն ինչ բարձ է։ Մարդկանց ճնշում են, որպեսզի մարդիկ ազատ խոսքը չասեն, մարդիկ իրենց կարծիքը չասեն, ոնց են պատկերացնում, ոնց են տեսնում, իրենց դժգոհությունը չարտահայտեն։ Այո, վախի մթնոլորտ մտցնեն եւ ընդդիմադիր գործիչներին ձերբակալեն, լռեցնեն, բան եւ այլն։ Հա, տենց մինչեւ ուր եք գնալու դրանով։ Էդ ինչ պետք է անեք դրանից հետո։ Դուք հասկանում եք, որ դա փակուղի է։ Դուք փրկություն չունեք։ Ես հասկանում եմ, որ դուք ձեր սոցիոլոգիական հարցումներով տեսնում եք, որ դուք շատ ցածր ռեյտինգ ունեք, ավելի ցածր ունեք, հիմա շատ, ահա որ 0-ին մոտ է արդեն, եւ այլևս չեք վերարտադրվելու, որտեվ 26 թվականի ընտրությունները սարերի հետևում չեն, չէ՞։ Այո։ Մոտ են եւ այս նաեւ նախընտրական կամպանիա է։ Իրանց պետք է այդ թղթի կտորը Ադրբեջանի հետ, որ դուրս գան ժողովրդին ասեն, ժողովուրդ մենք խաղաղություն ենք բերել, բայց դա էլ չեն ստանալու։ Իրեւ Ստամբուլ այցից հետո հայտարարություն եղավ իրենց թուրքախոս այդ խմբի կողմից, որտեղ նշվում էր, որ պետք է Բաքվի բոլոր պահանջները Հայաստանը կատարի։ Արտաքին գործերի նախարարությունը դա համարեց ոչ խաղաղության օրակարգ, իսկ ինչ էին ուզում։ Չէին գիտակցում։ Տեսեք, մտածում են այս մարդիկ, որ քանի որ իրանք որոշակի պահանջներ կատարել են, թուրքերին վատ բառեր չեն ասում, ցեղասպանությունը մոռացել են, չեն խոսում ցեղասպանության մասին, հա, մտածում են, որ պետքա այդպես խելոք պահեն, որ Էրդողանը իրանց ընդունի եւ խոսի իրանց հետ, իսկ լավ հիշում եք, չէ՞, Էրդողանը ինչ էր ասում, ասում էր, որպեսզի Թայիպ Էրդողանը ընդունի Նիկոլ Փաշինյանին, նա Նիկոլ Փաշինյանը պետք է կատարի Թայիպ Էրդողանի բոլոր պահանջները։ Էրդողանը իր պահանջները ուղարկում է Ալիևի միջոցով։ Ալիևին ասում է գնա խոսա, ես չպետք է խոսամ, ինքը իմ մակարդակի չի, իմ կբանի չի, ես դու գնա խոսա, ինչ որ պետք է Ալիևի լեզվով ասում։ Հիմա եթե Էրդողանը ընդունում է, շատ տրամաբանական է, չէ՞։ Եթե ընդունում է, նշանակում է այն բոլոր պահանջները, որ դրվել է, իսկ Էրդողանը ոնց որ թե իր խոսքի տեր մարդ է։ Այն պահանջները, որոնք ասված է, դրված է, ինքը կատարել է, դրա համար նրան ընդունեց։ Ընդունեց ընդեղել նորից ինքը երևի առաջարկել է, որ թողեք 26 թվին ընտրվեմ, աջակցեք ինձ բան եւ այլն։ Իրանց արժեվ խնդիր է դրվել, որ ասել են նաեւ այն վերջնական հիմնականը պետք է որ Սփյուռքի հետ կապը չլինի, որպեսզի նոր ասեցի, որ Հայաստանի կշիռը փոքրանա, Սփյուռքի հետ եթե չկա կապը, իսկ Սփյուռքի հետ լավագույն կապը եկեղեցին է։ Գնացեք եկեղեցու հետ կապված հարցերը դրեք, ազգը նորից սպառակտեք, բաժանեք, որ ստացվի։ Հիմա իրանք եկել են այդ անում են, կպած անում են այդ գործը, զբաղված են դրանով եւ Էրդողանի եւս մի ասած մտելա թեմայի մեջ։ Այսինքն եկեղեցին պետք է պառակտել, ոչնչացնել, հայը պետք է հավատ չունենա, Արարատը մոռանա, ճանապարհները պիտի բացվի, ամեն ինչ պիտի տան թուրքերի ձեռը, տնտեսություն, էլեկտրոցանցեր, բան, այսօր ինչ են ասած բախշիչ ցանցերի մասին խոսում, Սամվել Կարապետյանի հետ կապված թեմաները, բան։ Խնդիրը նա որ պիտի ամեն ինչ վերցնեն իրանք։ Եթե մեկը տալիս է, ամեն ինչ աշխատում է վերցնեն։ Չկա մի տեղ, որ այս մարդիկ չի ասեն ոչ, էսի չի լինելու, չկա տենց բան։ Ինչ դրել են, այդ լուծելու են։ Եթե իհարկե իրավիճակը շարունակի սենց մնալ, ազգը չխառնվի այս գործերին եւ աշխարհասփյուռ հայությունը չմտածի իր հայրենիքի մասին, մենք այս տարածքն էլ կկորցնենք։ Ոնց որ մեր ահռելի երկիրը կորցնելով դարձրել ենք մի հատ փոքր բան։ Տեսեք, մենք մտահոգիչ բավականին թեմաներ շոշափեցինք, այս պահին ինչու ընդդիմությունը միասնական չէ։ Եվ արդյոք չկա այն հարթակը, որում կարելի էր միանալ
կամ ինչու չեն գալիս այդ գիտակցմանը, որ պետք է միանալ ժամանակն է։ Նայեք, շատ հետաքրքիր հարց եք տալիս, ինչի ընդդիմությունը չի միանում։ Ես չգիտեմ այդ հարցի պատասխանը, ճիշտն ասած, ինչի ընդդիմությունը չի միանում։ Մենք գոնե այն քաղաքական կազմակերպություն ենք եղել, որը շատ վաղուց առաջարկում էր, որ վեհապարը հայտարարի դուրս գան, այսինքն այս փորձանքներից շատ ավելի առաջ, որպեսզի միասնական հարթակ ձևավորվի, բոլոր քաղաքական ուժերը այնտեղ գտնվեն եւ այլը, խնդիրները դրվի, լուծումները, բան եւ այլ։ Դա չեղավ։ Հիմա ընդդիմությունը ինչի չի միասնական հանդես գալիս, չգիտեմ, ինչ-որ մանր-մնուր բաներ են գտնում, որովհետև հիմնականում քաղաքական ուժերը ձևավորված են նախկին նախագահների շուրջ, իսկ նախկին նախագահները իրենց ոչ թե ազգային գաղափարական տեսանկյունից են հարցերը նայում, անձնական տեսանկյունից են նայում։ Իրանք իրար հետ խնդիր ունեն, իրանք կողքի քաղաքական ուժերը հարձակվում են, բանով ասած, փոխաբերական էլի, իրար դեմ։ Իսկ սկսում են իրար փնովել, քննադատել, բան եւ այլն, նա մի բան անում, սա չի անում, սա անում, նա չի անում։ Այսինքն այս երեքը սա մեր թերություններից մեկն է, որ երեք նախագահներն էլ չկարողացան քաղաքական դաշտը այնպես ձևավորեն, որ ոչ թե անձերի շուրջ հավաքվեն, այլ գաղափարների շուրջ հավաքվեն։ Հիմա մենք ուզում ենք, որ գաղափարի շուրջ հավաքվենք, գաղափարական մոտեցում ցուցաբերենք այս ամեն ինչին, որը շատ ռեալ է, շատ կարգին ուժեր արդեն քաղաքական ուժեր մեր այս առաջարկին լարմասի ծրագրին միացել են ու փրկությունը դրա մեջ է։ Եթե գնացինք անհատների հարցերով, անհատների մեջ միշտ կարելի է գտնել թերություններ։ Ու այդ թերությունները ինչի ես չեմ, ինչի դու ինձ խոստացար չարեցիր, դու պիտի տայր ինձ չտվեցիր եւ այլը, այնքան բան կա, դու ինձ սենց ասեցիր, նա սենց ասեց։ Եկեք այս անհատը դնենք մի կողմ էլ։ Մենք ամբողջ քաղաքական դաշտը այս վիճակում է, որովհետև անհատների շուրջ է ձևավորվել։ Հիմա եկեք գաղափարների շուրջ ձևավորենք, օրակարգի շուրջ ձևավորենք, օրակարգա դրված, եկեք հավաքվենք այս օրակարգը սպասարկենք։ Ուրիշ ձևի պետք է մտածել։ Մի քիչ ուրիշ ձևի, այն անդադ հին ձևը արդեն անցած բան է, դա արդեն չի աշխատում։ Մանավանդ 21-րդ դարում անհատների վրա աշխատելը դա լուրջ չի։ Եկեք ուրիշ ձևի աշխատենք, հիմա մենք անդադ փորձում ենք դա անենք, այս մարդիկ այնց բան այլ, այնց բետոնային բան ունեն, չեն թողում, որ չեն ուզում, որ այդ միտքը ինչ որ մտնի, մի հատ հասկանան ինչի մասին է խոսքը։ Անընդհատ փորձում են էլի տենց անհատի վրա սարքել, ուր է այն անհատը, ուր է այն անհատը, չկա այդ անհատը։ Պարզ չի, որ այդ անհատը չկա։ Մինչև այդ անհատին սարքեք, երկիրը չի լինի, պետք չի լինի այդ անհատը մեզ։ Եկեք գաղափար օրակարգ կա, հիմա օրակարգ կա, եկեք օրակարգի շուրջ ձևավորվենք, գաղափարն էլ կա։ Մեր միասնական ուժերը, եթե մենք միավորենք, մենք կկարողանանք համենայն դեպս շանս կա այս վիճակից դուրս գալու։ Այսօր իրար դեմ անձնական, անհատական խոսակցությունները նույնքան պարակտի չէ, որքան այս իշխանության գործունեությունը։ Հետևաբար անիմաստ եմ համարում այդ մարդկանց հետ ինչ-որ բաների մեջ մտնելը։ Ամբողջ եթերը, այդ YouTube-յան ալիքները, բանը, բոլորը լսված է իրար դեմ խոսք, բոլորը պարակտիչ են։ Անընդհատ պարակտիչ գործողություններ։ Էհա ժողովուրդ, եկեք հասկանանք լավ, էս միջև ուր։ Դուք ստից եք պարակտում, նա անդից է պարակտում, նա անդից է, այս ազգի մեջ ինչ է մնում, որ բոլորը բոլորի դեմ են։ Այդ չի ստացվի տենց։ Եկեք այդ սաղ անձնական բաները դնենք մի կողմ, օրակարգը դնենք, օրակարգի շուրջ ձևավորենք մեր գաղափարական բանը, մոտեցումները։ Հետո երբ որ երկիր այս վիճակից կհանենք, հանգիստ կլինենք, եկեք քաղաքական մոտեցումներով գնանք առաջ։ Հիմա պետք է լինի վերկուսակցական ամեն ինչը, ոչ մի քաղաքական թեմա պետք է չդնենք, կուսակցական թեմա պետք է չդնենք։ Այդքան անհեռատես են, թե իրենց անձնական ամբիցիաները այնքան կարևորում են։ Ես չգիտեմ, գուցե երկուսն էլ իրար հետ։ Գուցե երկուսն էլ իրար հետ, որովհետև այնպես չի, որ ասենք իրենք փայլում են քաղաքական մտքով։ Ասենք վեհապարին այդ հարցակումա վեհապարի վրա։ Վեհապար նշանակում է եկեղեցին, առաքելական եկեղեցին, վեհապար նշանակում է ընդդեմ Աստծո, այսինքն աստվածային օթյալ մարմնին, այսօր զինվորներին հանում լցնում են վեհարան, ուղարկում են այնտեղ ուժային կառույցներ, բան, որ երբեք չի եղել այդպիսի բան, նույնիսկ թուրքերն ու պարսիկները չեն մտել վեհարան։
Այսինքն այս մարդիկ ամեն ինչը պղծում են, փչացնում են։ Հիմա ասենք Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց վեհապարի մոտ, վեհապարն եկավ իր մոտ։ Ի՞նչն է խանգարում, որ հիմա երկրորդ նախագահը, երրորդ նախագահը հանդիպեն վեհապարի հետ, քննարկեն թեմաները, հրավիրեն քաղաքական ուժերին։ Միգուցե վախենում են իրենց էլ կալանավորեն։ Դե հիմա որ վախենում են, պետք է ուրեմն իրենց հասնում է կալանավորեն, եթե վախենում են։ Վախենում են, պետք է նախագահ չլինեն։ Բայց նախագահան ո՞նց կարա նախագահան վախկոտ լինի։ Նախագահան եթե երկրի ղեկավարը եթե վախկոտ է ալնում, կորցնում ենք տարածքները, կորցնում ենք երկիրը, կորցնում ենք հեղինակությունը, ոչ միտեղ մեր խոսքը չի անցնում, մեզ դուրս են շպրտում քաղաքական պատմությունից։ Հետևաբար երկրի ղեկավարը չպետք է վախկոտ լինի։ Հայերը մշտապես ունեցել են պատմության ընթացքում դավաճան իշխաններ, բաներ, բայց դավաճան թագավոր, վախկոտ թագավոր ոնց որ թե չեն ունեցել։ Այսինքն հայ ժողովրդի ղեկավարը պետք է ուժեղ դեմք լինի եւ արդար լինի։ Արդար լինի ու երկրում եղած քաղաքական ուժերին պետք է օգտագործի իշահ երկրի, ոչ թե հանի իրար դեմ, այլ պետքա բոլորի հնարավորությունները օգտագործի, ով ինչ հնարավորություն ունի, պետքա օգտագործի։ Լավ ղեկավարը դա է, որ կարողանում է բոլորի ռեսուրսը օգտագործի իշահ պետության, իշահ ժողովրդի, իշահ ազգի։ Երբ որ դու ինքդ ես այդ բանը հրահրում, պառակտումը, դրանից ոչ մի լավ բան չի լինելու։ Հետևաբար ես հավատում եմ, ես այն լավատեսներից մեկն եմ, որը կարծում եմ, որ ինչ որ պահի են հայի ետին միտքը, որ ասում են, կմիավորի մեզ դուր հիմա մեր հավատնել են արդեն մեր ձեռքից տանում։ Ու ընդ որում, գիտեք, իրանք հերվում նստած մեր ձեռքով են անում այդ ինչ որ անում են։ Մենք պետք է դրա դեմն առնենք։ Առնելու բազմաթիվ ձևեր կա եւ պետքա դա անել։ Բարի պարոն Արտիսյան, մեր ժամանակը սպառվեց, մենք էլ կոչ անենք մեր հետևորդներին լինել գաղափարական ուժով, ի վերջո եկեղեցու զանգերը հնչեցին հենց միասնության կոչնակի համար։ Մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։